Նարեկի կինը ինչ որ իմաստով նաև այսպես յուրատուկ մի այլ հայացքից է, հա, այլ դիտանկյունից է ներկայացնում, թե ինչ է նշանակում Ես կարծում եմ դա շատ կարևոր է, որովհետև քաղբանտարկյալների թեմային անդրադառնալուց մի քիչ ստվերում են մնում այդ մարդկանց ընտանիքները, ինչ են իրենք վերապրում, ինչի միջով են անցնում այդ մարդիկ, որոնց հարազատները, հա, ամուսինները, ընտանիքի անդամները գտնվում են անազատության մեջ, այդ մարդկանց ապրումները ոնց որ լուսնեի միջոցով քիչ թե շատ այսպես մի փոքր դուռը բացում է եւ տեսնում ենք ինչի միջով են իրենք անցնում ընտանիքով եւ ես կարծում եմ որ այս օրինակով նաև այլ քաղբանտարկյալների ընտանիքների անդամներ պետք է խոսեն դրա մասին, որովհետև հանրությունը պետք է դա տեսնի եւ իմանա, որ առհասարակ դա խաղու պարզ չի։ Մենք ինձ թվում է մի քիչ արդեն այն որ շատ ենք էլի ասում, հա ոչինչ, կգնամ կնստեմ, չեմ վախենում եւ սա պարզ է, հա։ Բոլորը արդեն եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ են դրան, որ գիտեն, որ Նիկոլի Հայաստանում ցանկացածի հետ դա կարա տեղի ունենա, բայց դա չպետք է լինի նորմալ, դա չպետք է լինի սովորական, այսինքն նույնիսկ տղաները երբ որ առաջի անգամ, հա, ձերբակալվեցին եւ կալանավորվեցին, ես հիշում եմ ռեակցիան բնականաբար հա շոկային էր, երբ որ դա տեղի ունեցավ երկրորդ անգամ, դա արդեն այնքան սպասելի էր բոլորիս համար, հա, եւ ես կարծում եմ, որ մենք անընդհատ պետք է այսպես գլխի մեջ ունենանք դա, որ նույնիսկ եթե օրինակ Նարեկի նկարը հա տարածվեց, երբ որ իրան ձերբակալում են ժպիտը դեմքին, հա, դա չպետք է լինի մեզ համար նորմալ։ Մենք չպետք է դրան վերաբերվենք ցանկացած քաղբանտարկյալի, հա, ճակատագրին, որովհետև այնուամենայնիվ անազատության մեջ գտնվելը դա ծանր է, դա տհաճ է, դա բարդություններ է, որի միջոցով չպետք է մարդ իր խոսքի կամ ոչինչ չանելու համար այդ ամեն ինչի միջով անցնի։ Դրա համար են այդ թվում այդ մարդիկ քաղբանտարկյալ համարվում, հա։ Եվ իհարկե սա մենք գիտես ինչն էլ ավելացնենք, որ հաշվառելով այն հանգամանքը, որ դե ֆակտո իշխանությունները ամեն ինչ անում են, որ ցանկացած ընդդիմախոսի միանգամից պիտակավորեն եւ հասարակության մոտ տպավորություն ստեղծեն, որ այդ մարդը վատնա, չգիտեմ, ինչ որ դաժան է եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն խնդիր է դրված այդ մարդու հանրային վարկանիշը հնարավորինս իջեցնել կամ բացական դարձնել, երբ որ ընտանիքի անդամները խոսում են այդ պարագայում այդ մարդիկ ոնց որ այսպես ասած նորից հնարավորություն են ստանում ցույց տալ որ ախր իրանք էլ մի սովորություն ունեցող ճիշտ նույնպիսի Հայաստանի քաղաքացիներ են, որոնք համաձայն չեն այս կամենի երևույթի հետ։